Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունը կտրուկ ու աներկբա հնչեց։ Սևանա լճի տարածքում ապօրինի կառուցված մի շարք շինություններ պետք է հողին հավասարեցվեն, անկախ սեփականատիրոջ անունից ու քաղաքական անցյալից։ Նշել այս ապօրինի շինությունները կառուցվել են առանց օրինական հիմքի, կառուցվել է առանձնատուն, տիրապետվում եւ տնօրինվում է հատկացված հողամասի չափը շուրջ 3 անգամ գերազանցող հողամաս առանց որևէ հիմքի, պարոն փոխվարչապետ, ընդհանուր 9088 քառակուսի մետր զավթած տարածք ունենք։ Խոսքը վերաբերում է շինություններին, որոնք ըստ հրապարակված տեղեկությունների պատկանում են Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի Սանիկ Նորայր Փանոսյանին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, որը նաև քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության հիմնադիրն է, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Այս հայտարարությունից օրեր անց Արմլուր AM-ի նկարանող խումբը Սևանա լճի տարածքում արձանագրեց կոնկրետ գործողություններ։ Սևան ազգային պարկի աշխատակիցները պարկի տնօրեն Կարեն Մնացականյանի գլխավորությամբ գլխավոր դատախազի հրահանգով Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանի հսկողությամբ սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Սկիզբը դրվել է Սասուն Միքայելյանին պատկանող առափնյա մի քանի տնակներից, ինչ է իրականում քանդվում։ Արմլուր AM-ի տեսախցիկը ֆիքսել է մի պատկեր, որը դժվար է անվանել ապօրինի կառուցապատում։ Հիմնականում երկաթյա ժանգոտ, տարիներով չօգտագործվող տնակներ, արտաքինով մետաղաջարդոն հիշեցնող կառույցներ, ընդամենը 4 երկաթե տնակներ կան, որոնց վրա քարեր են ամրացված, եւ հենց դրանք էլ քանդվում են։ Ցուցադրական մակրում քաղաքական ուղերձով։ Մեծ հաշվով ստեղծված պատկերն ավելի շատ հիշեցնում է շոու, քան քաղաքական կամ համակարգային պայքար ապօրինի կառուցապատումների դեմ։ Քանդվում են ոչ միայն Սևանա լճի էկոհամակարգին ամենամեծ վնաս հասցնող, այլ արդեն իսկ անպիտան տարիներով լքված կառույցներ։ Հասկանալի է, որ սա արվում է ասելու համար, թե անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներին չեն խնայում։ Ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հայկական ժամանակի, Սևանա լճի տարածքում կան 3800 շինություններ, բազմահարկ, կապիտալ, բետոնե, որոնք ոչ միայն չեն ապամոնտաժվում, այլ տարիներ շարունակ անխոչնդոտ շահագործվում են։ Արմլուր AM-ը փորձեց քանդման աշխատանքների ներկա Գեղարքունիքի մարզային դատախազ Գագիկ Այվազյանից պարզել, թե ինչ է իրականում կատարվում, սակայն նա փախչեց եւ խուսափեց պատասխանել հարցերին։ Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալ էկոբարեկային ծառայության Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանից, ով ոստիկանական ուժեր էր բերել եւ տեխնիկաներ ապահովել, սակայն նա էլ կծկտուր եւ վախվորած 2 բառ ասաց ու հեռացավ։ Մենք Պարասքում շրջագայություն ենք անում։ Հետո ես ես բաչեի ես։ Այսպիսով Սևանա լճի այսօրվա գործողությունները կարելի է բնութագրել որպես սիմվոլիկ արդարադատություն, քիչ ռիսկ, բարձր աղմուկ, տեսախցիկներ, բայց արդյունքը ոչինչ։ Մինչդեռ Սևանի իրական փրկությունը պահանջում է ոչ թե հենամաշ տնակների ցուցադրական քանդում, այլ թվերով, անուններով, փաստերով եւ հասցեներով հստակ ռազմավարություն։ Սա ավելի շատ հիշեցնում է քաղաքական PR նախընտրական Հայաստանում, թե Փաշինյանը անգամ իր թիմակիցներին չի խնայում, կամ մեծ շոու, բայց ոչ պայքար ապօրինության դեմ։